ռազմարտունաբերության ոլորտի կատարողականը կարծես թե 0 է եղել այս տարվա 9 ամիսներին, ինչը շատ մտահոգիչ է, անկախ այն հանգամանքից, թե ինչ այսպես օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներ կան։ Տարիներ շարունակ ռազմարտունաբերության զարգացմանը հատկացվող գումարները տնօրինվում են հենց այս կերպ։ Կառավարությունը բյուջեից հատկացնում է միլիոնավոր դոլարներ, որպեսզի տեղական արտադրության զինատեսակներ մշակվեն։ Գումարները գալիս նստում են ռազմարտունաբերության կոմիտեի հաշիվներին, մնում այնտեղ ամբողջ տարի եւ չեն ծախսվում։ Հետո նորից վերադառնում բյուջե։ Ինչու՞։ Չինովնիկներն ասում են, որ տեղական ինժեներական խմբերը ֆինանսավորման ենթակա նորմալ նախագծեր չունեն։ Եթե փորձարկումների համար ուզում ես փորձանմուշների խմբականակ արտադրես, որ գնա դաշտային փորձարկումների կամ զորային փորձարկումների, որի արդյունքում կտան ինչ-որ եզրակացություն 5 աշխատանքային ամիս, պետք է սպասես, մինչև տարատեսակ պետական մարմինները իրենց սահմանված գործառույթները կանեն կվերջացնեն։ 5 ամիսը հսկայական ժամանակ է։ 5 ամսում կարող է պատվիրատուի մոտ հետաքրքրություն կորի։ Պատկերացնենք, որ դուք ռազմարտունաբերության մասնագետ եք, ինժեներների թիմ եք հավաքել եւ ներկայացրել նախագիծ ռազմարտունաբերության կոմիտեին, ֆինանսավորում ստանալու եւ փորձարարական մոդել մշակելու համար։ Պետք է պատրաստ լինեք բախվելու բյուրոկրատական մեքենայի ահռելի խոչընդոտներին եւ հսկայական թղթաբանությանը։ Իմ ընկերներից մեկը 2020 թվականի պատերազմի ժամանակ բերել է մեծականակ ռազմական նշանակության տեխնիկա, 4.5 տարի այդ տեխնիկան այսպես լրված է մաքսատանը, չեն կարողանում հանել, որովհետև չի գտնվում այն պետական պաշտոնին, որ ասի, գիտեք ինչ կա, սա իրոք պետք է մեզ, եւ սա պետք է դուրս գա այս մաքսատնից։ Պետական ամեն կառույցի հետ ռազմարտունաբերողը ստիպված է քաշքշուկի մեջ մտնել իրեն անհրաժեշտ կոմպոնենտները ձեռք բերելու եւ ներկրելու համար։ Սա հանգեցնում է նրան, որ հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունները չեն ցանկանում գլուխ դնել պետության հետ եւ խորանալ զենքի արտադրության ոլորտում, եթե նույնիսկ արտադրական լավ պոտենցիալ ունեն։ Հրաչյա Խաչատրյանի կողմից ղեկավարվող ընկերությունը, որը նախագծում է էլեկտրոնային առանձնահատուկ սարքեր, վերջերս եւս բախվել է պետական ապարատի բյուրոկրատական պատնեշին։ Պատվիրատուին գտել ենք, պատվիրատուն մեզ հանձնարարությունը տվել է, մենք այդ հանձնարարության համար նախագիծը ստեղ սարքել ենք։ Էլեկտրոնիկա է, որտեղ պլատա է նախագծվել, վրան միկրոկոնտրոլեր է դրված, որի մեջ ծրագիր է գրված, տարբեր բաղադրիչներ կան, մեխանիկական բաղադրիչներ էլ կան, որ օրինակ ստեղ ենք մշակել մեր հաստոցների վրա։ Մարդիկ 4 ամիսը արդեն չեն կարողանում արտահանել եւ պատվիրատուին հասցնել ստեղծած տեխնիկան։ Պեկը օրեր առաջ վերջնականապես մերժել է արտահանման թույլտվությունը։ Պետական կառույցները խնդիրը բարդում են մեկը մյուսի վրա։ Բավական պարզ, աշար, ուրեմն հասարակ էլեկտրոնիկա է, որը որ պետքա 2 օրում ուղղակի լքեր այս երկիրը։ Հա, որտեղ միջազգային փորձը հետա ցույց տալիս, օրինակ, նման խնդիր երբեք Չինաստանի հետ չի առաջանա, որ դու ասենք չկարողանաս ամիսներով այտենց սարք արտահանես, բայց մեր երկրում բոլոր պետական կառույցների հետ կապվել ենք, ասեմ ավելին, էկոնոմիկայի նախարարությունից ստացել ենք թույլտվություն այդ սարքի համար։ Սարքը ռազմական չէ, բայց հենց նման սարքերի մշակման եւ արտադրության փորձն է հնարավորություն տալիս ստեղծել նաեւ բարձր տեխնոլոգիական ռազմական արտադրանք։ Ռազմարտունաբերության մասնագետները հենց նման պայմաններում են հղկում իրենց գիտելիքները։ Հիմա այդ նույն պատվիրատուն էլ մյուս անգամ ինձ պատվեր կտա, եթե ես 4 ամիսա չեմ կարողանում այդ սարքը հասցնեմ իրան, չէ, չի տա, չէ։ Այսինքն մենք այսօրվա աշխարհի ամենադժվար գործերից մեկը հարցը լուծել ենք, գտել ենք Եվրոպայից պատվիրատու, որը պատրաստ է մեզնից բարձր տեխնոլոգիական նախագիծ գնի։ Այսինքն մենք ոչ թե պարզապես էքսպորտյոր ենք, ինչ որ տեղից առնում տալիս ենք, այլ մենք նախագծում ենք սարքը, ու այդ նախագծումը սարքը նախագծելը եւ պատրաստելը ավելի քիչ է տևել, քան արտահանման գործընթացը։ Այսինքն մարդը ընկավ պատմության մեջ, կրեց ֆինանսական խնդիրներ, հասկացավ, որ պետության հետ գործ բռնելը չափազանց ռիսկային է, հետեւաբար նույն ջուրը երկրորդ անգամ չի մտնի։ Ասենք օրինակ թմրանյութը հայկական սահմանը հատումա գնում է Վրաստանում են բռնում։ Ասենք այս սանկցիոն պայմաններում 2 տարի է, ուրեմն տարբեր երկրների ինչ ապրանք ասես, սարքում են հայկական, վաճառում են Ռուսաստան, Ռուսաստանից սարքում են հայկական, վաճառում են ամբողջ աշխարհ, բայց իսկապես Հայաստանում նախագծված, Հայաստանում սարքված ապրանքը ոչ միայն չի ստանում հայկական ապրանքի անուն, այլ հələ ոչ կարողանում է սահմանը հատի ներսից։ Որոշ զինատեսակներ հայկական ռազմական արդյունաբերողները վստահաբար արտադրում են։ Հարցն այն է, թե
որքանով արդյունավետ կաշխատեն այդ զինատեսակները հերթական պատերազմի ժամանակ։ Մինչև 2016 թվականը պատրաստում էինք այն պատերազմին, որը տեսել ենք 1994 թվականին։ 2016 թվականից հետո սկսեցինք պատրաստվել այն պատերազմին, որը տեսանք 2016 թվականին։ Եկավ 2020-ը, 2020-ից հետո մենք փոխանակ պատրաստվենք 2030-ի պատերազմին, մենք դեռևս 2020-ի պատերազմին ենք պատրաստվում։ Այո, բոլորի մտքում հիմա դրոններն են, բայց խնդիրն այն է, թե ինչպես ունենալ դրոններ, որոնք կկարողանան մարտի դաշտում հակազդել թշնամու մեծաքանակ ուժերին եւ հակաօդային պաշտպանության համակարգերին։ Եվ դրոնը քիչ, եւ դրոնի օպերատորն է քիչ։ Եվ ընդհանրապես կռվի տրամաբանությունը չի ենթադրում massայական մեր կողմից ձևավորված կռվի տրամաբանությունը չի ենթադրում դրոնների massայական կիրառում։ Հիմա ռեսուրսի ես չեմ ուզում օգտագործել անիմաստ բառը, բայց ոչ նպատակային ծախսում է դերում։ Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ մարտի դաշտում կարող են բավականին օգտակար լինել շատ ավելի մատչելի, բայց մեծաքանակ անօդաչուները։ Կոպիտ ասած, քթի ծակի եւ ֆայմի արկայության դեպքում կարելի է փոխել պատերազմի ընթացքը։ Այն խաղալիքները, որ առաջ խաղալիք էին թվում, այսօր լուրջ դերակատարում են ունենում արդեն ռազմաճակատում։ Իրենք game changer են արդեն։ Խաղի կանոնները փոխել են։ Մենք այդ փոխված խաղի կանոնների հետևից մեր բանակում դեռ չենք հասել։ Բայց ամենակարևոր խնդիրը պատվերի բացակայությունն է։ Այսինքն պետությունը չունի ռազմավարություն, որի շրջանակում ինժեներներին եւ ընկերություններին իջեցնում է պատվերներ։ Ինժեներներն ու ընկերություններն են սեփական գաղափարներով գալիս կառավարության դուռը։ Որոշում ենք, որ մեր երկիրը զարգացնել է ոչ թե օդուժը, այլ հակաօդային պաշտպանության ուժերը։ Եվ դրա շրջանակներում արդեն ռազմաարդյունաբերությունը իջեցնում է պատվեր, որ մեզ պետք են հակաօդային պաշտպանության միջոցներ, մեզ պետք են անօդաչու թռչող սարքերի դեմ пассив եւ ակտիվ պաշտպանական միջոցներ։ Եվ արդեն ռազմաարդյունաբերությունը ինքը բերում է, ասում է, ես կարող եմ սա սարքել, սա, այդտեղ արդեն պետությունը ընտրում է դրանցից լավագույնը։ Այսինքն այն տեխնոլոգիական նոր գործիքները, որոնք արտադրվում են հիմա տեղում, չեն ինտեգրված բանակի ընդհանուր համակարգին։ Պատճառն էլ այն է, որ հավանաբար չկան մասնագետներ, որոնք պետք է բանակի անունից ձևակերպեն այդ ռազմավարությունը։ Ռազմաարդյունաբերության մեր համակարգում, այսինքն այն ոլորտով, ովքեր ղեկավարում են ռազմաարդյունաբերությունը, չկան ռազմական գիտնականներ։ Այսինքն իրենք արդեն իսկ չգիտեն ինչի մասին է խոսքը գնալու մարտի դաշտում։ Մենք չունենք գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց ուղղվածությունը ռազմական կարիքներին է։ Իրան-իսրայելական պատերազմը կարծես ավարտվեց եւ անցած 12 օրերը շատ հետաքրքիր եզրահանգումների տեղիք տվեցին։ Իսրայելն իր գերհզոր ռազմական մեքենայով, բանակով եւ ռազմաարդյունաբերությամբ մեղմ ասած նեղներ ընկել։ Իրանական բալիստիկ հրթիռները ճեղքում էին իսրայելական հակաօդային պաշտպանության պատնեշները եւ խոցում ռազմավարական թիրախները։ Ինչպես է կարողացել Իրանն անհրաժեշտ քանակի բարձր տեխնոլոգիական զենքեր նախագծել ու արտադրել, եթե արդեն 40 տարի պատժամիջոցների տակ է կքած եւ մեկուսացած է աշխարհից։ Ինչպես է կարողացել այդ ամբողջ արտադրությունը կազմակերպել լեռների ներսում փորված արտադրամասերում, որոնք անհասանել են նույնիսկ գերհզոր ամերիկյան ռումբերի համար, որոնք ԱՄՆ մատակարարել էր Իսրայելին։ Մեր հրթիռային ծրագիրը շատ վաղուց, այսպես կաղում է, եթե չասենք, պարկածչի մահվան մահճում։ Որովհետև եթե մինչև 98 թվականը ունեինք հրթիռների արտադրություն, ես ինքս դրանով զբաղվել եմ դեռ ուսանող ժամանակ, ապա այդ ժամանակվանից այս կողմ ինչ արել ենք հրթիռային ծրագրով, շատ փոքր բան ենք արել, շատ փոքր։ Չեմ ուզում մատննշեմ, բայց հրթիռային ծրագիր առանց զարգացած քիմիական արդյունաբերության հնարավոր չի։ Ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները գուցե նշեն, որ մենք չենք կարողանում ռազմական նշանակության կոմպոնենտներ գնել արտերկրից։ Մեր առաջ այդ դռները փակ են, բայց փակ են այդ դռները նաև Իրանի առաջ։ Մարդիկ հո կարողանում են շրջանցել արգելքները։ Մենք պետք է մի հազարատ ընկերություն ունենայինք ամենակիչը աշխարհի տարբեր երկրներում գործող, որ այնտեղ պետք է մեր համար գնումները անեին։ Ոչ միայն, որովհետև այնպես չի, որ այդ ամեն ինչը երկակի նշանակության կամ ռազմական կատեգորիայի միկրոսխեմաներով արվում։
Մենք շատ հաճախ գնում ենք նաև նրան եւ էժանացնելու եւ մասսայականացնելու ճանապարհով, հա քաղաքացիական նշանակության ապրանքն ենք օգտագործում ռազմական տեխնիկայի մեջ կամ անօթաչուների կլինի, ռադարների կլինի եւ այլն եւ այլն։ Դրա համար պարտադիր չի ապրանքը լինի արգելանքի տակ, բայց այդ ապրանքի գնումը կազմակերպելու համար դու պետք է ունենաս այդ հնարավորությունները։ Ռազմածնաբերության աճի համար պետք է ընդհանրապես մեկ բան՝ քաղաքական կամք եւ նպատակ։ Օրինակ Հայաստանի սահմանները խախտած թշնամուն պատժելու նպատակ, պատերազմի գինը Թուրքիայի համար բարձրացնելու նպատակ։ Այս պահին դա վստահորեն չկա։ Ըստ այդմ էլ չկա ռազմածնաբերության զարգացման նպատակը։ Արմեն Աթալյան, Օրագիր Նյուզ։